Վերջին օրերին ավելի զգալի են դարձել այն արգելքները, որոնց պատգամավորի թեկնածուն եւ իր շտաբի անդամները հանդիպում են Նախուրյանի տարածաշրջանի համայնքներում ու նաեւ Գյումրիում քարոզչական աշխատանքների ժամանակ։ Ըստ Մուրադ Գրիգորյանի ամեն ինչ արվում է, որպեսզի իր եւ ընտրողների միջև հանդիպում չկայանա։ Շատերին վախեցնում են, սպառնում, որ աշխատանքից կազատեն։ Համոզված է, որ այդ ամենի հետևում կանգնած են իր մրցակցի Արման Սահակյանի համակիրներն ու հանրապետական որոշ գործիչներ։ Ընդդիմադիր թեկնածուի հանդիպումները ձախողելու համար աշխատում են ինչպես գյուղապետեր, այնպես էլ հանրակրթական դպրոցների տնօրեններ։ Մեր համակարգացիներին հորդորում ենք չվախենալ, չենտարկվել։ Ուղղակի այս մեր քաղաքում, մարզում հանձնարարություն տվողները իրենք էլ նվիրյալներ չեն։ Իրենք ինձանից շատ լավ հասկանում են, որ այս իշխանության վերջը եկել է, որ այս վիճակով, այս դադարվելով, ամայացմամբ, աղքատացմամբ երկիր պահել այլևս հնարավոր չի։ Մի խումբ մանկավարժներ են օրերս այցելել պատգամավորի թեկնածուի գրասենյակ ու պատմել, որ իրենց սպառնում են հանդիպումներին մասնակցելու դեպքում աշխատանքից ազատել։ Բացի այդ, յուրաքանչյուրից պահանջել են 40 անուն ընտրողներ, ովքեր առաջիկա ընտրություններում քվեարկելու են Արման Սահակյանի օգտին։ Ցուցակ ներկայացրեք, որ իբր ձեր խոսքով գնալու են, քվեարկելու են իրենց կամքով, իշխանության կամքով։ Շատ արագ դա մեր գրասենյակի տեղեկությունը հասել եւ ոչ միայն դա, օրու մեջ գրասենյակում հավաքում են կամ գյուղապետերին, կամ դպրոցի տնօրեններին։ Փորձում են գյուղապետերին, այսպես ասեմ, բացատրել կամ հասկացնել, որ ընդդիմադիր թեկնածուի քարոզարշավի ժամանակ գյուղում գտնվելը կամ թեկնածուի կողքին գտնվելը վնասակար է իրենց համար լինելու։ Ըստ Մուրադ Գրիգորյանի այդ մեթոդների դեմ կիրառվում է հետևյալ մարտավարությունը՝ լինել բոլոր համայնքներում եւ Գյումրու թաղամասերում ու հանդիպել ընտրողների հետ, որքան էլ որ դա դժվար է, իսկ հանդիպումների արդյունքում մի բան պարզ է դարձել, որ այս ընտրություններում շատերը չեն տրվելու ընտրակաշարքին։ Փոխըմբռնումը այս ընթացքում մեզ առավել քաջալերում եւ հուսադրում է, մենք մեր քաղաքացիներին բացատրելու ենք, որ մտածածին այս վախի մթնոլորտ, զգուշավորության, որ մտածածին թանձրացնում են, սրա վերջը գալու է։ Մարդիկ այսօր ուղղակի խճճվել են իշխանությունների գործած սարդոստայնում եւ կամա թե ակամա ենթարկվում են գործադրվող ճնշումներին, սակայն ըստ Հայազգային կոնգրեսի ներկայացուցիչ Գագիկ Վահրազյանի այլևս հնարավոր է շրջանցել այդ ամենն ու անվախ գործել։ Իրանք երևի երկար ժամանակ են մտածել նման որոշակի ձեռագիր ստեղծելու վրա, դրանից ավել իրանց ունակությունը հերիք չէ, որովհետեւ նոր մեթոդներ, նոր ձեռագրերով հանդես կան։ Չնայած այս բարձրաձայնումներին թիվ 35 ընտրատարածքի նախագահ Գուրգեն Մախասյանն ասում է, թե տեղյակ չէ, որ խոչընդոտվում է պատգամավորի ընդդիմադիր թեկնածուի քարոզարշավի ընթացքը, բայց նշում է, թե նմանատիպ դեպքերում քրեական օրենսգիրքը քարոզարշավը խոչընդոտող մարդկանց նկատմամբ խիստ պատասխանատվություն է սահմանում, միայն թե դա ըստ նրա իրավապահ մարմինների գործունեության սահմաններում է։ Քրեական գործ կհարուցվի, բայց իրավապահ մարմինների կողմից։ Արգելել կամ վախեցնել ընտրողին նշանակում է ազդել քաղաքացու ընտրական կամքի վրա։ Հետաքննություն կատարելու գործառույթ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը չունի։ Թեկնածուի կողմից նմանատիպ դիմում ստանալու դեպքում փաստն է արձանագրում։ Աշխատանքների մյուս փուլն ըստ նրա ոստիկանությանն է։ Յուրաքանչյուր մասնավոր դեպքի համար պետք է կատարվի հետաքննություն, նախաքննություն, դատաքննություն, օրինական դատանի դատավճռով վերջում նոր կորակվի դա վերջնական դա հանցագործություններ թե ոչ։ Իսկ պատգամավորի թեկնածուն ընտրատարածք դիմում չի ներկայացրել պարզ պատճառով, ակնկալիք չունի, որ իրավապահ մարմինները գործն օբյեկտիվորեն կքննեն։ Հերմինե Մկրտչյան, Մարտուն Գրիգորյան, Գալենյուս։